Նախ Իրանը որոշեց Ադրբեջանի պետական հեռուստաալիքը AzTV-ն ներառել թշնամական լրատվամիջոցների ցանկում։ Թեհրանից պաշտոնական պարզաբանումներ առայժմ չկան։ Մասնագետները միայն ենթադրում են, որ սա կարող էր ունենալ հնարավոր երկու պատճառ՝ կամ իրանցիների ազգային անվտանգությանը հակասող կեղծ լուրերի տարածումը, ինչի հարցում Բաքվի քարոզչամեքենան վաղուց չեմպիոնի համբավ ունի, կամ Իսլամական Հանրապետության դեմ պատերազմող Իսրայելի հետ Ադրբեջանի սերտ հարաբերությունները։ Ադրբեջանի լրատվամիջոցները դարիներ շարունակ անընդհատ Իրանի դեմ մեծ պրոպագանդա են իրականացնում եւ թույլատրում են իրենց ժողովուրդը Իրանի դեմ կեղծ ինֆորմացիաներով եւ վերլուծականներով։ Դա միայն լրատվամիջոցի անկախ որոշում չի, դա պետական քաղաքություն է, որը հարևան երկրների դեմ իրականացնում է եւ դա զանգվածային բնույթ ունի, դա պետական քաղաքություն է եւ Իրանի կողմը այդպես գնահատվում է։ Իրանում որևէ մեկին նկատեն, ով համագործակցում է սև ցուցակում հայտնված արդեն նաև Ադրբեջանի պետական հեռուստաալիքի հետ, մինչև իսկ քրեական պատասխանատվության դուռը կհասցնե։ Դա լրատվական պատերազմ է, տեղի է ունենում Իրան եւ Ադրբեջանի միջև։ Բաքվից էլ պատասխանը չեն ուշացրել։ Ադրբեջանի այսպես կոչված մեդիայի զարգացման գործակալությունն է արձագանքել AzTV-ն թշնամական մեդիա կառույցների ցանկում ներառելու Իրանի որոշմանը։ Զարմանք են ապրում, հիշեցնում ադրբեջանական օրենսդրությամբ ամրագրված փոխադարձության սկզբունքի մասին։ Երկրի տարածքում անօրինական ճանաչում իրանական Մեհր լրատվական գործակալության եւ եւս մեկ հեռուստաալիքի, ինչպես նաեւ դրանց ներկայացուցիչների գործունեությունը։ Գործակալությունը նաեւ կոչ արել տեղական լրատվամիջոցներին եւ լրագրողներին չգործակցել այս լրատվամիջոցների հետ։ Եվ Իրանը եւ Ադրբեջանը միմյանցից որոշակի սպասելիքներ, ակնկալիքներ ունեն եւ ըստ էության դրանք չեն բավարարվում եւ խնդիրը հասնում է մեդիայի սահմանափակումներին։ Բաքվի դեպքում իրավիճակը պետք է նայել նեղ եւ լայն պրիզմայով։ Բաքվի ավտորիտար եւ ավելի աշխարհիկ վարչակարգի համար մեծ ներքին սպառնալիք է կազմակերպված իսլամական ընդդիմությունը եւ նույն ալիքները, որոնք որ փակվել են, Մեհրը եւ Սեհերը, այնտեղ բարբերաբար եղել են նաեւ հրապարակումներ, որոնք կարող էին ուղղակիորեն ազդել հենց խիստ իսլամական ուղղվածություն ունեցող այդ ընդդիմության վրա։ Մյուս կողմից, ըստ մասնագետի, Ադրբեջանին անհանգստացրել է նաև իրանական մեդիայի հանդիմանող կեցվածքը Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնելիք թրիփ երթուղու նկատմամբ, որը Միացյալ Նահանգների գլխավորությամբ ապահովելու է Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ անցումը։ Ըստ էության, հենց Իրան-Ադրբեջան այս տեղեկատվական հակամարտություն ասվածը հայելին է այն աշխարհաքաղաքական իրավիճակի, որը առկա է երկու երկրների հարաբերություններում, հատկապես 20 թվականից հետո, եւ այս մեդիա սահմանափակումները ըստ էության սեփական անվտանգային համակարգերը պաշտպանելու փորձեր են։ Անհամաձայնություններ, դիվանագիտական փոխադարձ վիրավորանքներ։ Հիմա արդեն գործը հասնում է լրատվամիջոցների ձայնը կտրելուն։ Մինչև ուր կարող է ձգվել Թեհրան-Բաքու լարվածությունը, փորձագետների համար միանշանակ է, շիկացած մթնոլորտը պարպվելու շանս առաջիկայում չի ունենա։ Քանի դեռ Բաքուն Իրանին դիտարկում է որպես գաղափարական սպառնալիք, իսկ պաշտոնական Թեհրանը Բաքվին որպես այդ պլացդարմ ասվածը, տեղեկատվական այս պատերազմը լավագույն դեպքում կանցնի լատենտ վիճակի։ Տեղեկատվական ճակատում հերթական սահմանագիծն արդեն գծվել է, թե որը կլինի հաջորդ մրցադաշտը դիվանագիտական, թե ազդեցության մյուս հարթակները հարցն առայժմ օդից կախված է։ Կարսի առևտրի եւ արդյունաբերության պալատի նախագահ Քադիր Բոզանը հայտարարել է, որ սահմանների բացման դեպքում Հայաստանը կարող է դառնալ Թուրքիա ներկրվող ծաղիկների նոր մատակարարը։ Նրա խոսքով հայ-թուրքական գործարարների միջև արդեն սկսվել են բանակցություններ, իսկ հայկական ծաղիկների նմուշները ներկայացվել են թուրքական ընկերություններին։ Նա նաև հայտնել է, որ սահմանների բացումը կարող է ընդլայնել առևտրային համագործակցություն ու բարելավել տարածաշրջանային կապերը։ Հայաստանը կողմ է Իրանից գազի արտահանման ծավալները ավելացնելու Թեհրանի առաջարկին։ Իրան կատարած այցից հետո տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը Ազատության զրույցում տեղեկացրել է, որ գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի շրջանակում իրանական գազի ծավալները հնարավոր է առնվազն կրկնապատկել։ Նախարարի փոխանցմամբ երկուստեք շահավետ այս գործարքը ընդլայնելու շուրջ հայկական եւ իրանական կողմերը բանավոր համաձայնություն են ձեռք բերել։ Մնացած հարցերի լուծումն արդեն առաջիկայում ստեղծվելիք աշխատանքային խմբերի տիրույթում է։
6 ամիս ժամկետով արգելք է սահմանվել Հայաստանի տարածք տոմատի մածուկ ապրանքատեսակի ներմուծման վրա։ Այսպիսով կավելանան տեղական արտադրության տոմատի մածուկի իրացման ծավալները, կմեծանա լոլիկի նկատմամբ պահանջարկը, որի արդյունքում մթերման համար առաջարկվող լոլիկի բերքի մթերումը կիրականացվի ամբողջ ծավալով, ասված է հիմնավորման մեջ։ Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի Եվրամիության անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացման հստակ ժամկետներ չեն քննարկվել։ Այս մասին հայտարարել է մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով զրույցի ընթացքում ընդգծվել է նման հանրաքվեի հնարավորինս շուտ անցկացման կարևորությունը։ Նա նշել է, որ կոնկրետ ժամկետներ, թե երբ կարող է անցկացվել քվեարկությունը, հայկական կողմը չի ներկայացրել։ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցները։ Նրանցից շատերը Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցներ են եղել, որոնց պահանջը աշխատանքի վերադառնալու հնարավորությունն է։ Ոնց են իրանք եկել աշխատանքի, մենք էլ ուզում ենք գնանք մեր աշխատանքի։ Չեմ ուզում տեղս փոխեմ, որովհետև 17 թվականից այդտեղ եմ աշխատում, 107 արդեն սանի հետ աշխատում եմ, որ որ ասում ժողովրդական լեզվով ասած մի քիչ խորանանք, իրանց երեխեքն են երևի մեր մոտ մարզվում, ու ընդհանրապես ուզում են գնանք աշխատանքի, վայ։ Երբ կգնանք աշխատանքի, ոստիկանի պես, կառավարության աշխատողի պես, բժշկի պես, չգիտեմ ոնց ասեմ, բոլորի պես ուզում եմ գնամ աշխատանքի, պարապեն թողը ի՞նչ է բերելու պարապությունը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը օգոստոսի 1-ից սկսելու է խիստ վերահսկողություն իրականացնել սննդամթերքի առաքման ծառայություններ մատուցող կազմակերպությունների նկատմամբ։ Հայտարարելով այս մասին, տեսչական մարմինը նաև հիշեցնում է, որ դեռ տարեսկզբին է ոլորտի կազմակերպություններին նախազգուշացվել սպասվող լայնածավալ ստուգումների մասին։ Խստացվող վերահսկողությունը պայմանավորված է վերջին ամիսներին քաղաքացիներից ստացված բազմաթիվ բողոքներով։ Սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող բոլոր քաղաքացիները պարտավոր են անցնել նախնական եւ պարբերական բժշկական զննություն, ինչպես նաեւ ունենալ անձնական սանիտարական բժշկական գրքույկ։ Այս պահանջի կատարումն ապահովելու պատասխանատվությունը կրում է գործատուն, հիշեցնում է տեսչական մարմինը։ Ոլորտի գործընկեր կազմակերպությունների խնդրանքով տեսչական մարմինը լրացուցիչ ժամանակ էր տրամադրել, որպեսզի շուրջ 2-3 հազար առաքիչների բուժօգնության եւ բժշկական գույքերի ձևակերպման գործընթացը ամբողջությամբ ավարտվի սահմանված ժամկետի ավարտից հետո տեսչական մարմինը կընծնի օրենքով իրեն վերապահված լիարժեք վերահսկողական գործառույթների իրականացմանը։ Խախտումների դեպքում կհրապարակվեն ոչ միայն արձանագրված դեպքերը, այլև այն կազմակերպությունների անունները, որոնք բարեխղճորեն կատարել են օրենսդրական պահանջները։ Պլաստիկ իրերի արտադրությամբ զբաղվող գործարարները մտահոգված են աշխատանքային 30-ամյա փորձ ունեցող արտադրողների կարծիքով 2027-ից ուժի մեջ մտնող պոլիէթիլենային տոպրակների եւ միանգամյա օգտագործման պլաստիկ տարաների արտադրության ու վաճառքի արգելքը կարող է լուրջ հարված հասցնել ոլորտին։ Հետևանքների թվում հիշատակվում են աշխատատեղերի կրճատումը, արտադրանքի թանկացումը, իսկ որոշ ընկերությունների համար նույնիսկ արտադրության դադարեցումը։ Գործարարների դիտարկման սահմանափակումների փոխարեն պետությունը պետք է խրախուսի պլաստիկի վերամշակումն ու աջակցի երկրորդային հումքի օգտագործվող արտադրողներին։ Եթե այսօր պլաստիկ բաժակը արժե 3 դրամ, ապա թղթե բաժակը 15 դրամ։ Ստացվում է կթանկանա ու դրա բեռը կընկնի սպառողի վրա։ Բացի այդ թղթե բաժակի ներսում էլ պոլիէթիլենային շերտ կա, այսինքն ամբողջությամբ պլաստիկից հրաժարում իրականում չի լինում։ Պետության աջակցությամբ վերջերս ձեռք բերած 100 հազարավոր դոլարների սարքավորումները եւս կարող են անօգտագործելի դառնալ։ Բնապահպանական խնդրի լուծման համար նա արգելքների փոխարեն առաջարկում է խթանել պլաստիկի վերամշակումը, երկրորդային հումք օգտագործող արտադրողներին պետական աջակցություն տրամադրելով։ 2026-ի առաջին կիսամյակում Վրաստանից արտահանվել է 1104 տոննա եգիպտացորեն, $1 միլիոն ընդհանուր արժողությամբ։ Հաշվետու ժամանակահատվածում վրացական եգիպտացորենն արտահանվել է ընդամենը 3 երկիր, ընդ որում Հայաստանը հանդիսանում է ամենախոշոր գնորդը գումարային արտահայտությամբ՝ 148 տոննա $618,000 արժողությամբ։ Հայաստանում իրականացված նոր հետազոտությունների համաձայն տնային գործերի եւ ընտանիքի անդամների խնամքի վրա կանայք շաբաթական միջինը շուրջ 24 ժամ, տղամարդիկ մոտ 6 ժամ են ծախսում։ Կանանց չբարձրատրվող աշխատանքի ծանրաբեռնվածությունն առավելագույնի է հասնում 30-ից 35 տարեկանում, կազմելով շաբաթական մինչև 49 ժամ։ Ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի, այս անհավասարությունը կարող է ժողովրդագրական ու տնտեսական որոշակի խնդիրներ առաջացնել։
Մենք պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որպեսզի այդ կամը փոխարինվի եւ, այսինքն կինը, տղամարդը, ընտանիքը հնարավորություն ունենան եւ իրենց կարիերայում անել այն ինչ որ կարող են, այն ինչ որ ցանկանում են, ունենալ ֆորմալ զբաղվածություն եւ նաեւ կարողանան ժամանակ հատկացնել իրենց ընտանիքին։ Սա չի նշանակում բնականաբար, որ մենք պետք է վարձատրենք տանը ցանկացած կատարած աշխատանքի համար, բայց առաջին հերթին նշանակում է, որ գոնե սոցիալ-տնտեսական հավասար պայմաններ պետք է ունենան, օրինակ ապագայում կենսաթոշակային տարիքի անցնելիս։ Ամառային շոկը ոչ միայն հանգստի շրջան է, այլև աղիքային վարակների ակտիվացման։ Բժիշկները զգուշացնում են բարձր ջերմաստիճանին հատկապես վտանգավոր են աղտոտված ջուրը եւ պահպանման ժամկետի գերազանցումը։ Կրեմային արտադրետեսակները, տորթերը, կրեմով թխվածքներն ու պաղպաղակը, եթե դրանք չեն պահվել համապատասխան սառեցման պայմաններում։ Վարակի պատճառ կարող են դառնալ նաեւ հիգիենայի խախտումներն ու անորակ հումքը։ Այս ամռան տապին աղիքային վարակներն արտահայտվում են փորլուծությամբ, փսխմամբ, որովայնային ցավերով եւ ջերմությամբ, իսկ շոկ եղանակին դրանց ամենավտանգավոր բարդությունը ջրազրկումն է։ Սննդամթերքի պատրաստման հարցում պետք է անպայման ունենան բավարար չափով գործիքներ կամ ասենք պիտույքներ, ինչ-որ պարագաներ սննդամթերքի մշակման, որպեսզի չխառնվեն։ Ումը ասենք եփած սննդամթերքի հետ օրինակի համար աղցան պատրաստելուց օգտագործում են եւ ում բանջարեղեն օրինակի համար չէ եւ ասենք եփած միսա կամ ինչ որ բաներ են, այդ դեպքում պետք է եթե չունեն համապատասխան քանակի դանակ, տախտակ, ապա ուրեմն պետք է անպայման ամեն մի մթերքի մշակումից հետո լվանան։ Ամառը ակտիվ հանգստի, ճանապարհորդությունների եւ բացօթյա ժամանցի անցկացման ամենահարմար շրջանն է համարվում։ Շատերի համար սպասված ամառը սակայն ունի նաեւ իր նեգատիվ, վնասակար դրսևորումները։ Որպես կանոն դրանք կապվում են սահմանվածից բարձր ջերմաստիճանի եւ օրգանիզմի վրա արևի ունեցած անցանկալի ազդեցության հետ։ Նշված գործոնները կարող են ոչ միայն անհարմարություն պատճառել մարդկանց, այլև լուրջ վտանգ ներկայացնել նրանց առողջության համար։ Մասնագետները զգուշացնում են, արևահարությունը բժշկական շտապօգնություն պահանջող վիճակ է, որի հետևանքները երբեմն կարող են անդառնալի լինել։ Մասնագետների պարզաբանմամբ արևահարությունը հիմնականում տեղի է ունենում այն դեպքերում, երբ օրգանիզմը այլևս իզորու չի լինում կարգավորել մարմնի ջերմաստիճանը։ Արդյունքում այն կարող է բարձրանալ մինչև 40 աստիճան եւ ավելի, ինչն արդեն վտանգավոր է կյանքի համար։ Մենք նախընտրում ենք ավելի բաց գույնի թեթև հագուստ գրել, որը իհարկե ջերմությունից է պաշտպանում, պատանալուց, բայց արևից չի պաշտպանում։ Եթե մենք այդ արևից ենք ուզում պաշտպանենք, դա պետք է լինի մուգ գույնի հագուստ, թեթև գործվածքով, որ չտաքանանք։ Գլխարկներ պարտադիր, էլի լավ կլինի, որ ցանցային չլինեն, որովհետեւ ցանցն ինքս բացատրում արևի ճառագայթներ, պարտադիր պետք է գրել արևապաշտպան ակնոցներ, պարտադիր պայմանա, որովհետեւ մեր աչքերը երևի թե ամենազգայունն են արևի լույսի ճառագայթների նկատմամբ, եւ ամենահեշտը կարող են վնասվել։ Տարածում գտած թյուր կարծիք կա, թե արևահարությունն անցողիկ երևույթ է, բժիշկները սակայն հակառակն են պնդում, նշում, որ ծանր դեպքերում այն կարող է հանգեցնել անգամ ուղեղի այտուցի, սրտի եւ երիկամների աշխատանքի խանգարման, նյարդային համակարգի վնասման, ցնցումների, կոմայի եւ նույնիսկ մահվան, իսկ անհրաժեշտ օգնության ուշացման դեպքում էլ արևայրուքի որոշ հետևանքներ կարող են մնալ ամբողջ կյանքի ընթացքում։ Ամենախոցելի խմբում են փոքրահասակ երեխաները, տարեցները, հղիները, սիրտ-անոթային եւ քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդիկ, ինչպես նաեւ նրանք, ովքեր երկար ժամանակ աշխատում կամ մարզվում են բաց երկնքի տակ։ Ճառագայթները կարողանում են թափանցել նաև գլխամաշկից եւ ազդեցություն թողնել նաև ուղեղի հյուսվածքի վրա։ Դա էլ ասենք շատ հաճախ արևի տակ երկար մնալուց հետո մեր բաց գալը պայմանավորվում է անում, որ ուղղակիորեն այդ ազդեցությունը կա։ Իրականում ցանկացած օրգան համակարգի վրա արևի երկարատև ազդեցությունը կարող է թողնել։ Մասնագետները հիշեցնում են ամառային հանգստի օրերին անվտանգության պահպանման անհրաժեշտության մասին եւ շեշտում ալկոհոլային եւ կոֆեինի մեծ չափականակ պարունակող ըմպելիքները նպաստում են ջրազրկմանը, իսկ ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը շոկ եղանակին բազմապատկում է արևահարության վտանգը։ Նրանք նաեւ նշում են, որ ժամանակին ցուցաբերված առաջին օգնությունը կարող է կյանք փրկել եւ հավելում, որ խելամիտ ու չափավոր մոտեցման դեպքում արևը կարող է լինել առողջության մեծ բարեկամ,
բարեկամը, իսկ անուշադրությունը հատկապես ամառվա ամենաշոգ օրերին մեծապես կարող է վնասել առողջությունը, իսկ ծանր դեպքերում անգամ կյանք արժենալ։ Մասնագետների խորհուրդը մեկն է պաշտպանվել արևից, հետևել սեփական ինքնազգացողությանը եւ առաջին վտանգավոր ախտանշանների դեպքում անմիջապես դիմել բժշկի։ Հուլիսի 27-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է եղել Լոռու մարզում Վանաձոր քաղաքի բուլղարական երկրորդ ավանի վագոն տնակներից մեկի կողքին հայտնաբերել են 6-ամյա աղջնակի մարմին։ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության պետն ու ոստիկանության բազումի բաժնի պետն են ժամանել։ Ըստ տեղեկությունների երեխային հայտնաբերել է քույրը, դեպքի հանգամանքները բարձվում են։ Հուլիսի 28-ին Իջևան-Սևան-Երևան ճանապարհին 40-ամյա Կարլենը Նիսան Տիդայով դուրս եկել երթևեկելի գոտուց հայտնվել դաշտում, բախվել բետոնե էլեկտրասյանը էլեկտրաենթակայանի ցանկապատին ու մետաղ է հենասյուներին։ Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Դեպքի վայրեն ժամանակ ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Կոտայքի մարզի գումարտակի բարեկները, գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատիրյանի, գումարտակի ծառայության տեսուչ օրվա պատասխանատու Կարլեն Բաղյանի գլխավորությամբ։ Հուլիսի 27-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են Opel Astra-ն ու հեծանիվը։ Հեծանվորդը տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն, իսկ Opel Astra-ն բախվել է Բետոնեսյանը քարերին, գլխի վայր հայտնվել երթևեկելի գոտում։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Հեծանվորդին տեղում օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել լուսավորիչ բժշկական կենտրոն։ Հուլիսի 27-ին Մուշավան թաղամասում այրվել է 4 խոտածածկ։ 4 ժամ փրկարարության Երևանի փրկարարական վարչության մի քանի մարտական հաշվարկ Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալի գլխավորությամբ պայքարել են կրակի տարածման դեմ, արդյունքում հրդեհը բնակելի տներ չի հասել։ Երևանի շտաբօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր են տեղում հերթապահություն իրականացրել։ Իսկ հուլիսի 26-ին Սպիտակ համայնքի Քարաձոր բնակավայրում գտնվող Փայտաշեն տնակ է այրվել։ Փրկարարծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի շրջփրկարարական ջոկատի փրկարարներն են մարել հրդեհը, տուժածներ չկան։ Ճաշ ինձ տեղ այլել։ Ահա։ Գործով գնացել եմ, տեսամ բարդ։ 14-ամյա Վահե Ապիկյանն է, նրա նկարները հուլիսի 30-ին առավոտյան արդեն ամենուր էին։ Տղան հուլիսի 29-ի առավոտյան դուրս էր եկել Բաղյան փողոցի բնակարանից ու չէր վերադարձել։ Որևէ իր բացի եկեղեցական համազգեստից չէր վերցրել, միայն գրություն էր թողել, հրաժարվում է աշխարհի կյանքից, ցանկանում դառնալ ճգնավոր։ Գառնի բնակավայրի Խոսրովի անտառ պետական արգելոցի սկզբնամասում Առաջին տեղեկությունները Կոտայքի մարզից եկան։ 14-ամյա տղային տեսախցիկներն էին ֆիքսել Գառնիի քարերի սիմֆոնիայի մոտակայքում։ Ներքին գործերի նախարարի հանձնարարականով էլ ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ էին գործի անցել։ Մոտ 15 կիլոմետր շարավղով 10-ից ավելի համայնքային ոստիկաններ, Խոսրովի անտառ պետական արգելոցի Գառնիի տեղամասի մեծ թվով աշխատակիցներ կողք բնակավայրի տարածքում ու Խոսրովի արգելոցում սկսել էին փնտրել։ Հիմի դուք բարձամեք են ամենաբարձր տեղը, չէ՞։ Մի քանի ժամ անց ի վերջո տղային հայտնաբերել են Գառնիի անտառներից, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն էլ տեղից հայտնել է, որ տղան գտնվում է adekvat ու հավասարակշռված վիճակում։ Նրան ծնողի հետ տեղափոխել են ոստիկանության Նոր Նորքի բաժին։